Արդարադատության համակարգի անկախությունը այն առանցքային օղակն է, որը հնարավորություն է տալիս հետագայում շատ լուրջ ձեռքբերումներ ունենալ դատական համակարգի զարգացման տեսանկյունից եւ որ յուրաքանչյուր բարեփոխում, դատաիրավական բարեփոխում ուղղված է եւ միտված է դատավորների անկախության եւ անաչառության ապահովմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը եւ հնարավոր դատական համակարգի արդյունավետության ապահովմանը։ Հարցերին կուզենամ հետևյալ կերպ պատասխանել, ուր ենք մենք հասել եւ ուր ենք մենք գնում, եթե ճիշտ եմ ուզում ձեր հարցի ուղղությունը տանել, ուր ենք մենք հասել դատավորների եւ դատարանների անկախության տեսանկյունից, դատաիրավական բարեփոխումների շրջանակում բազմաթիվ ուրեմն միջոցառումներ են իրականացվել, որոնք նպաստել են դատավորների անկախության ապահովմանը, առաջին հերթին դրանք օրենսդրական նախաձեռնություններն են։ Մենք նաև բազմաթիվ միջազգային հանձնառությունների եւ պարտավորությունների ենք, այսպես ասած, հետևում եւ դրանցից ելնելով պահպանում ենք նույնիսկ այն խորհրդապահական կարծիքները, որոնք տրվում են այդ կառույցների կողմից։ Սակայն յուրաքանչյուր շատ լավ գիտենք, որ անկախ ինստիտուցիոնալ եւ քաղաքականության մշակման ուղղություններից եւ պետության քաղաքականությունից յուրաքանչյուր դատավոր ինքն իր մեջ պիտի ունենա այդ էթիկայի եւ վարքագծի կանոնները եւ պահպանի այդ անկախությունը։ Այդ մասին խոսում են ինչպես Բանգալորյան կանոնները, այնպես էլ Մագնա Կարտան եւ դրանցից բխող նաեւ ունենք միջազգային մոնիտորինգային մարմինների բազմաթիվ խորհրդատվական կարծիքներ, նաեւ մեր ներպետական օրենսդրությունը։ Ուր ենք մենք գնում։ Մենք գնում ենք առաջ փոքր-ինչ դանդաղ քայլերով, որովհետև դատական համակարգը ունի առանձնահատկություններ եւ այդ առանձնահատկությունները պայմանավորված են տարիներ ի վեր կարծրացած, այսպես ասած, նաեւ մտածելակերպով, նաեւ առաջընթացի մղման փոքր-ինչ դանդաղումով, բայց դանդաղ քայլերով անընդհատ շարժվում ենք առաջ։ Առաջ շարժվելը ի նկատի ունեմ հետևյալը, օրինակ մենք այս պահին վերջերս ընդամենը ունեցանք վարչական արդարադատության թվայնացման ամբողջական թվայնացում, իհարկե գործընթացը դեռևս նոր է եւ բնականաբար այստեղ բազմաթիվ իրազեկման արշավների կարիք կլինի, նաեւ դատավորների կողմից քաղաքացիների նկատմամբ, այսպես ասած, իրենց աջակցելու անհրաժեշտություն կլինի, որովհետեւ առանց փոխադարձ աջակցության, նաև դատավորների կողմից քաղաքացիներին աջակցելու տարբերակի մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարող է, օրինակ ասենք, չգիտեմ, թոշակառու տատիկը կամ թոշակառու պապիկը, օրինակ օգտվել վարչական արդարադատության թվայնացված մոդուլից։ Իհարկե այս պահին պահպանվում են նաև թղթային տարբերակները։ Ունենք գնում է արդարադատության համակարգը գնում է նրան, որպեսզի թվայնացվեն դատավարության բոլոր տեսակները, այսինքն ոչ միայն արդեն ունենք քրեական եւ արդեն ունենք քաղաքացիական վարչական թվայնացված դատավարություններ, այլ նաեւ հետագայում մենք ունենանք նաեւ քրեական արդարադատությունը, սնանկության արդարադատությունը եւ այլն։ Կարծում եմ այսքանը այս պահին։ Իսկ որ խնդրեմ մի քիչ ավելի կարճ կետերով կասեք, որոնք են ձեր առջև ծառացած մարտահրավերները, որ առաջ գնալուց դրանց վրա եք հատկապես կենտրոնանալու։ Ես կուզեի նշել, օրինակ, եթե մենք խոսում ենք դատական համակարգի առհասարակ դատական համակարգի թվայնացման մասին, ապա այստեղ քրեական արդարադատության մասին նշեի, որովհետև եւ խոսում ենք քրեական արդարադատության թվայնացման մասին, չպետք է մոռանանք, որ միջդատական վարույթը դեռևս թվայնացված չէ։ Իսկ ամբողջական թվայնացված դատավարություն, քրեական դատավարություն ունենալու համար մենք պիտի սկսենք միջդատական վարույթից, սրանք իրար հետ փոխկապակցված են։ Երկրորդ խնդիրը, որին ես կուզենայի անդրադառնալ, դա իմ խորին համոզմամբ եւ կարծում եմ, որ քաղաքասարակության իմ գործընկերները եւս դրան կհամաձայնեն, դատական համակարգը իմ տեսանկյունից փոքր-ինչ փակ է հասարակության համար եւ այս իմաստով կարծում եմ, որ դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովներում քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը պետք է մեծացնել, որպեսզի հասարակության վերահսկողության մոդելը այստեղ լինի առավել ամրացված։ Երրորդը, ինչի մասին ես կուզեի խոսել, դրանք ողջամիտ ժամկետների պահպանումն է։ Ողջամիտ ժամկետների պահպանումը նաև սահմանված է, վարչագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված համապատասխան
դատավարական ժամկետների, այսպես ասած, ցուցիչներով, սակայն մենք շատ հստակ տեսնում ենք, որ օրինակ մեկ դատավոր, եթե մեկ գործով կարող է ողջամիտ ժամկետի խախտում կատարել, դա ոչ այնքան իր մեղքն է, որքան իր ծանրաբեռնվածության պատճառը, որովհետև մեկ գործով խախտում կատարելու դեպքում նա 200 զուգահեռ գործ ունի իր հետ, այսպես ասած, համընթաց գնացող։ Ես այս բոլոր խնդիրները կարող եմ շարունակել, դրանք բազմաթիվ են, սկսած ֆինանսական խնդիրներից, վերջացրած տեխնիկական խնդիրներով, սոցիալական երաշխիքներով, արդյունավետությունից ելնելով շենքային պայմաններով եւ այլն։ Բայց ամեն դեպքում ես շատ լավատես եմ, որովհետեւ բարեփոխումները չեն դադարում եւ դրանք դանդաղ ընթանում են առաջ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ։ Գևորգ Թոսունյան, լրագրող, ձեզ բոլորին հայտնի, Արթայարցի դատաիրավական բարեփոխումների շրջանակներում համագործակցել է մեզ հետ եւ